Ինժինյորումի ողբերգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նավում տեղի ունեցել սարսափելի դժբախտ դեպք։ Ասում են, մի երիտասարդ աշխատակից մնացել է ավտոմատ դռների արանքում ու մահացել։ Շատ այցելուներ պատմում են, որ այդ հատվածում լսել են մետաղական ձայներ, քայլեր ու նույնիսկ տեսել աշխատողի նման ստվեր։ Փոքր աղջկա ուրվականը Նավի լողավազանի հատվածը համարվում է ամենաառցվածային վայրերից մեկը, իսկ պատմությունները այնտեղ երբեմն լսվում է փոքրիկ աղջկա ծիծաղ կամ ձայն, երբ տարածքը ամբողջովին դատարկ է լինում, որոշ մարդիկ պնդում են, որ տեսել են սպիտակ հագուստով երեխայի կերպար։ Սպիտակ տիկնոջ պատմությունը Մի քանի ուղևորներ պատմել են, որ գիշերային ժամերին տեսել են սպիտակ զգեստով կնոջ, որը հանկարծ անհետացել է միջանցքներում։ Ամենատարօրինակը այն է, որ տարբեր մարդիկ տարիների ընթացքում նկարագրել են գրեթե նույն կերպարը՝ դռներ, որոնք ինքնուրույն փակվում են։ Նավի որոշ սենյակներում մարդիկ պատմել են, որ լույսերը անջատվել են, դռները փակվել են առանց պատճառի, իսկ սառը քամի է զգացվել նույնիսկ փակ տարածքներում։ B340 սենյակ Սա Քույն Մերիի ամենահայտնի անիծված սենյակներից մեկն է։ Այցելուները պատմել են, գիշերվա ընթացքում լսել են թակոցներ, ծածկոցները շարժվել են, ջուրը ինքնուրույն միացել է, իսկ ոմանք ասել են, որ զգացել են ինչ-որ մեկի ներկայությունը։ Այդ սենյակը ժամանակին նույնիսկ փակել էին այցելուների համար։ Այս պատմությունների մի մասը լեգենդ է, մի մասը այցելուների պատմություններ, բայց հենց դա էլ Քույն Մերիին դարձնում է աշխարհի ամենահայտնի նավերից մեկը։ Իսկ դու կամարձակվե՞իր մեկ գիշեր անցկացնել Քույն Մերի նավում։ Եթե վիդեոն հետաքրքիր էր, մի մոռացիր լայք դնել, բաժանորդագրվել ալիքին ու գրել մեկնաբանությունում՝ հավատում ես նման պատմություններին, թե ոչ։